Երբ որ Սամվել Կարապետյանին հարցում են դուք քաղաքականությամբ զբաղվում եք, ասում են ոչ։ Երբ որ իրենց նշած սրբազաններին, որոնք հիմա ասում են քաղաքաբանտարկյալ են, հարցնում ենք, որ դուք զբաղվում եք քաղաքականությամբ կամ զբաղվելու եք քաղաքականությամբ, իրենք հերքում էին, ասում են ոչ։ Մարդիկ, ովքեր չեն զբաղվում քաղաքականությամբ, չեն կարող կոչվել քաղաքաբանտարկյալներ։ Քաղաքացիական անձինք կամ հոգևորականներ կամ գործարարներ չեն կարող քաղաքական դիտարկվել, քաղաքական տեսանկյունից դիտարկվել, մանավանդ երբ որ իրենք հայտարարում են, որ իրենք համաձայն չեն իրենց որակումների հետ։ Մարդիկ, ովքեր որակում են, օրինակ, թե Սամվել Կարապետյանին քաղաքական գործիչ, այդ մարդը չի ընդունում այդ որակումը։ Դա համարվում է, որ ինքը գործարար է, բարեգործ է, բայց ոչ քաղաքական գործիչ։ Իսկ շատ հստակ է սահմանված օրենքը, չի կարող այդ տառակերությամբ զբաղվել, պարզ հասարակ գրված է, ովքեր որ քաղաքականությամբ չեն զբաղվում, չեն կարող քաղաքաբանտարկյալ կոչվել։ Իսկ տնտեսության մեջ զբաղվող մարդը, որ տնտեսական խնդիրներ են առաջադրում, որտեղ է այդտեղ քաղաքաբանտարկյալը։ Կամ ասենք հոգևորականը ահաբեկչական գործողության նախապատրաստական ինչ-որ առաջարկներ է անում։ Այդտեղ որտեղ է քաղաքաբանտարկյալը, այդտեղ կարող է դիտես ահաբեկչական ակտ։ Եթե հոգևորականը կուսակցության անդամ լինի, քաղաքական թիմի անդամ լինի, քաղաքականությամբ զբաղվի, քաղաքական կոչեր անի, այդ դեպքում դա կարող է դիտարկել, եթե այդ կոչերի համար բանտարկվի, ինքը կոչվի քաղաքաբանտարկյալ, բայց երբ որ մարդը չի ընդունում, որ ինքը քաղաքականությամբ զբաղվում է, այդ մարդուն ոնց կարող ենք որակել կամ իրավական համակարգման քննչական մարմինները ոնց կարող են որակել որպես քաղաքաբանտարկյալ։